Նախ կխնդրեի, որ ավելի հարգալից խոսենք Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ, որքան էլ որ նրանց հայացքները տարբերվեն մերինից, քաղաքական հայացքները։ Ես կարծում եմ, որ մենք քաղաքական գործիչներս իրար թիրախավորում ենք, հերիք է քաղաքացիներին կարելի է հանգիստ թողնել։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ասել, հաստիքի ավելացման եւ ըստ այդմ հաստիքի անձնագրի մեջ նկարագրության ավելացման հետ կապված Տիկին Կյուրեղյան ոչինչ տեղի չի ունենա, եթե մենք ոչինչ չանենք։ Դուք շատ տրամաբանական բան եք ասում, պետք է ինչ-որ բան անենք, որ փոփոխություններ լինեն եւ մենք այդ ինչ-որ բանը անում ենք այս օրենքի նախագծով եւ իմ առաջարկը հենց դա էր, որովհետեւ հասկանալիորեն եւ ձեր բերած նախադեպի տրամաբանության մեջ եւ այս դեպքում մարդիկ կարող են պարզապես կարողությունների պակաս ունենալ, կարող են հմտությունների պակաս ունենալ, առանց աջակցելու եւ միայն մուննաթ գալով ոչ ոք ավելի լավը չի դառնալու, այդ թվում եւ թիմ աշխատողները։ Եվ ես վստահ եմ, որ եթե ոչ ընդդիմությունը, ապա քաղաքասարակության մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն եւ իրենց պատրաստակամությունը հայտնել են։ Եվ երրորդ, տրամաբանության եւ երիտասարդների մասին դուք ասում եք, որ երիտասարդները ունեն բավականաչափ տրամաբանություն հասկանալու համար արդյոք սա իրենց օգտակար է թե ոչ, ցավում եմ, որ դուք չեք եղել ներկա խորհրդարանական լսումներին, որտեղ դահլիճում ներկա էին երիտասարդներ բոլոր աթոռներին կամ առնվազն ամբողջ դահլիճը լիքներ եւ նույնիսկ հավելյալ ուրեմն եղել եք եւ տեսել եք հավելյալ հայտեր նույնպես կային եւ երիտասարդները, եթե չզլանակ գնաք նայեք եւ տեսնեք ինչպես են արձագանքում երիտասարդները եւ երիտասարդական կազմակերպությունները, որոնք նաեւ մասնակցել են այս օրենքի ստեղծմանը, որոնք երկար ժամանակ տարիների վեր մեզ օգնել են ստեղծել լավագույն օրենքը, իրենք նույնպես շահագրգռված էին, որ այս օրենքը հնարավորինս տարագնդունվի եւ դա ամենաշատ հնչած պահանջն է եղել մեզանից եւ օրենքը իրենք տեսել էին, հետեւաբար իրենց վերլուծական դատողությանը ես չեմ կասկածում, շնորհակալություն։